Ողջույն բոլորին, այս տեսանյութը ցանկության մասին է։ Շատերի սիրելի տեսանյութը իհարկե։ Ուզում եմ նշել, որ մյուս ալիքը եւս կբացվի շուտով եւ այնտեղ եւս կարող եք նայել այս տեսանյութը։ Եթե նշեցի, որ կարող է այստեղ լինել երկու անգամ, բայց երևի թե դժվար, ավելի լավ է մյուս ալիքում լինի, այնտեղ աշխատի այն սա, քան մեկ ալիքում երկու անգամ լինի այս տեսանյութը շաբաթվա մեջ։ Ովքեր որ նոր են եւ դեռ չգիտեն, կարող են այնտեղ նայել տեսանյութից հետո ներքևում մեկնաբանության բաժնում գրված է բոլոր նշված է իհարկե բոլոր հղումները, բոլոր ալիքների, որոնք որ ես ունեմ, որը ձեզ կհետաքրքրի, կարող եք միանալ նաև գոյություն ունի հենց այս քարտերի ալիքը, մյուս քարտերի ալիքը, որտեղ որ ուղղակի նա փակվեց։ Արդեն նշեցի ինչու է փակվել նախորդ տեսանյութի մեջ, որոշ տեսանյութեր եւս կկրկնվեն այնտեղ, բայց որոշ բաներ արդեն իհարկե կլինեն միայն տարվա ծնվածների համար։ Հուսով եմ առաջ կգնա, եթե առաջ չգնա, նա արդեն վերջ, էլ երբեք չի բացվի նա, որովհետև պետք է կամ դուրս գաք նորից բաժանորդագրվեք այդ ալիքին, ովքեր որ բաժանորդագրված են, կամ չգիտեմ, այստեղ ինչ որ մի բան է, որը որ չի աշխատում։ Փորձեք դուրս գալ, նորից բաժանորդագրվել, կարող է ինչ որ մի բան փոխվի այնտեղ ալիքում։ Եվ որ սեղ մեկ զանգակ կոճակը այնտեղ ձեզ կգա տեսանյութերը, երբ որ ես տեղադրեմ, միգուցե այդպես աճ սկսի առաջանալ այդ ալիքում։ Իսկ հիմա վերադառնանք այս մյուս ալիք, այս մյուս տեսանյութ, պահեք 4 տարբերակ, 4-ը թող լինեն տարբեր։ Նույնը պետք չի պահել, որովհետև այդպիսով ուղղակի ճիշտ չի լինի, մեկը կարող է լինել, մյուսը կարող է չլինել, դրա համար լավ կլինի, որ պահեք տարբեր։ Եթե հարցեր ունեք, առավել ևս, տարբեր հարցեր պահեք, կստանաք այդ հարցերի պատասխանները, սա կլինի, նա կլինի շաբաթվա վերջ, սա կլինի, կգնամ այստեղ շաբաթվա վերջ։ Որոշ հարցերի պատասխաններ դուք կկարողանաք գտնել այս տեսանյութում այդ նկարներից, իհարկե, որոնք որ տեղադրվում են, բացի աստղից։ Դա աստղը դա արդեն ոնց որ վերջին շունչն է, հետո արդեն սա։ Մի խոսքով, այսքանը։ Ովքեր որ չեն հասցնում պահել, լավ կլինի որ կանգնեցնեք, հետո վերադառնաք, որովհետև պետք է կենտրոնանաք այդ ցանկության վրա, որ դա ճիշտ լինի։ Ահա։ Դուք պահեք կամ տրամադրվեք ձեր այդ ցանկությանը, հենց թեկուզ առաջին տարբերակի համար, որովհետև սա առաջին տարբերակի համար եմ խառնում։ Ահա։ Թողնենք առաջին տարբերակը։ Կկատարվի արդյոք առաջին տարբերակի ցանկությունը։ Ինչ որ դեռ ոչինչ չի ուզում ընկնել։ Ինչ որ այնպիսի բաներ ա, որ այստեղ ես հաշվում եմ, որ աստղը ընկավ, ինչու։ Որովհետև մեկ քարտ, եթե նկատեցիք, առաջ էր եկել։ Դա նշանակում է, որ եթե ես մեկ քարտ այստեղ դրած լինեի, այստեղից էր գալու, սրանք իրար կողք էին լինելու։ Այնպես որ հաշվում ենք ձեր ցանկությունները, որ կիրականանան։ Որովհետև ես հենց այդտեղ կանգ առա, եթե հետак հիմա կնայեք, որովհետև չգիտեի, որը տանեի առաջ։
լինեի, պետք է նա տանեի, ոչ թե սա։ Մի խոսքով, ամենայն դեպս ինչ էլ որ լինի, ցանկությունը իրար կողք է, դա պետք է հիշել։ Եթե մեկ հատ ավել լիներ, սա այստեղ կլիներ, եթե մեկ հատ պակաս լիներ, սա այստեղ կլիներ, սրանք իրար կողք կլինեին այստեղ։ Հա, այնպես որ կիսելու սխալներ այստեղ։ Ահա, ուրեմն, առաջին տարբերակում այստեղ նիհարելը, ցանկությունը էլի եմ շեշտում, որ ինձ համար, ըստ կիսելով, սխալմունքը սա ցանկությունների իրականացում է։ Ամեն մեկդ կնայեք, ես էլ ձեզ կասեմ, կատարվեց արդյոք թե ոչ, չասեք, Իրանն ապահ է դրա համար ասում, ուղղակի ես տատանվեցի, որը տանեմ։ Ես ձեզ կասեմ, կկատարվի թե ոչ, ամիսներ է հարկավոր, դրա համար իհարկե, բայց ես ձեզ կասեմ։ Նաև այստեղ հանդիպեք ձեր ընկերների հետ, որևիցե քննարկումներ, նաև կարող եք հավաքվել իրար հետ ձեր դասարանցիներով, ձեր կուրսեցիներով, այն մարդկանցով, ում որ վաղուց չեք տեսել։ Նաև գնալ հանգստանալու, գնալ արձակուրդ, թեկուզ Հայաստանի մեջ, թեկուզ Հայաստանից դուրս։ Տունը այստեղ տան վաճառքը չէ, տան գնումը կարող է լինել եւ տան վերանորոգումը, եթե նման բան եք պահել, ապա դա կարող եք անել։ Եվ կարիերայի բարձրացում այստեղ։ Փոփոխություն կարիերայում, առաջ խաղացում։ Այսքանը առաջին տարբերակի համար։ Երկրորդ տարբերակը կփորձեմ ավելի հստակ կիսել։ Մեկ քայլ առաջ հետ, տեսնում եք, քարտերը իրենք տարբերվում են։ Գնանք երկրորդ տարբերակը։ Կկատարվի արդյոք երկրորդ տարբերակի ցանկությունը։ Նորից ցանկությունը նույն դիրքով այստեղ է։ Հետաքրքիր է, չէ՞։ Մի փոքր կարող է ցանկությունը ուշանալ։ Ահա, երկրորդ տարբերակում այստեղ ուրեմն ցանկությունը մի փոքր ուշանում է, ինչպես որ տեսնում ենք, իրարից հեռու են իրենք։ Ովքեր որ ցանկանում էին իրենց թոռներով հավաքվել, բոլոր երեխաներով, թոռներով հավաքվել մեկտեղում, ապա այդ հնարավորությունը դուք կունենաք, բոլորը կգան, թեկուզ եթե օտար երկրում են, բոլորը կմիանան, այդպես ընտանիքը կմիավորվի թեկուզ մեկ շաբաթով, թեկուզ մի քանի օրով։
Կարիերայի փոփոխություն, կարիերայի բարձրացում, սա նաև առաջ խաղացումն է, կախված է թե ինչ եք անում, որտեղ եք ուզում աշխատեք կամ ընդհանրապես ինչ եք աշխատում դուք, ինչ եք նաև ուզում։ Կարիերան դա օրինակ ես հիմա անում եմ ոնց որ սա նշանակում է շատ դիտումներ, ինչ որ մեկը կարող է պաշտոն է ուզում, ինչ որ մեկը կարող է մեկ այլ բան է ուզում, այդ հարցում առաջ խաղացում։ Նաև հնարավոր է աշխատավարձի բարձրացում կամ այնպիսի մի պաշտոն, այնպիսի մի դիրք, որտեղ որ ինքնին աշխատավարձը կբարձրանա։ Գումար, ովքեր որ գումար էին սպասում, նիհարեցում եւ իհարկե երեխաների հետ կապված յուրաքանչյուր հարց, հղիություն, ծննդաբերություն կամ նաեւ ձեր երեխաների մասին կարող է ինչ-որ բաներ եք պահել, դա եւս կիրականանա։ Այսքանը երկրորդ տարբերակի համար։ Պահեք երրորդ տարբերակը։ Կկատարվի արդյոք երրորդ տարբերակի ցանկությունը։ Աստղը միանգամից առաջինը չէ, երկրորդը ընկավ, տեսնենք։ Մի փոքր իրարից հեռու է ցանկությունը։ Երբ որ հեռու է լինում, մի ընկճվեք, ուղղակի դեռ ժամանակը չի, որ այդ ցանկությունը իրականանա։ Կգա ժամանակը եւ այդ ցանկությունը կիրականանա։ Դրա համար եմ ասում, պահեք 1 շաբաթվա համար, որ հասկանաք 1 շաբաթից հետո եւս պահելով ինչ է փոխվելու ձեզ մոտ։ Միգուցե արդեն մոտենում եք ձեր ցանկությանը, ինչ որ բաներ կարող լինել։ Որովհետև երբ որ առաջինն են գնում, դա արդեն դուք մոտեցել եք ձեր ցանկությանը, քիչ է մնացել, որ հասնեք դրան։ Ահա, ուրեմն երրորդ տարբերակի համար է ստեղ։ Հաշտեցում յուրաքանչյուր մարդու հետ, ում հետ որ վիճվել եք, եւ սա նաեւ եթե չեք վիճել, զգույշ եղեք, որպեսզի չվիճեք, բայց վիճելուց հետո անպայման կհաշտվեք, հա, այդպես է։ Հեռախոսազանգ, որը որ ձեզ համար կարող է շատ կարեւոր է։ Ամուսնության առաջարկ, ոմանց կարող են անել, նաեւ մտածում է ձեզ ամուսնության առաջարկ անելու համար։ Մտածում է ձեզ հետ ամուսնանալու մասին։ Եվ նիհարեցում է իհարկե, կարող եք նիհարել։ Նաև որից գործարք կնքեք, պայմանագիր կնքեք, աշխատանքի ընդունվեք, նաև ծանոթանաք հակառակ սեռի ներկայացուցչի հետ, կարող են ձեզ նաև ծանոթացնել։ Եթե պահել եք սիրում է ձեզ արդյոք թե ոչ, կամ զգացմունքներ ունի ձեր նկատմամբ ինչ-որ մեկը, ապա նա սիրում է, եւ եթե ցանկանում եք ուղակի հանդիպել նոր սիրո, սիրահարվել, ապա դա տեղի կունենա շատ շուտով։ Եթե ցանկանում եք իմանալ իհարկե սիրում է ձեզ, ապա սիրում է ձեզ։ Եվ ոմանք կարող են ծաղիկներ նվեր ստանան, եթե պահել էիք, այդպես։
Եվ յուրաքանչյուր բան, ինչը որ կապված է հարաբերությունների հետ, հաշտություն, հանդիպում, առաջարկություն եւ այլն, ինչ որ կա, դա նշանակում է, որ ինչ որ պահել եք, հա, յուրաքանչյուր բան կապված հարաբերությունների հետ, դա նշանակում է, որ այո, այդ ձեր հարաբերությունները կամ ճիշտ են, կամ կա սեր, կա զգացմունքներ եւ այլն։ Եվ եթե հիմա այստեղ մենք տեսնում ենք սերը եւ ամուսնության առաջարկը, դա նշանակում է, որ կամ կհայտնվի ինչ-որ մեկը ձեր կյանքում, ով որ ձեզ ամուսնության առաջարկ կանի, կամ տվյալ մարդու ում հետ որ շփվում եք, ձեզ շատ է սիրում եւ ձեզ պատրաստվում է ամուսնության առաջարկ կանալ։ Նաեւ կգնաք շոփինգի, եթե ցանկանում եք իհարկե, օտար երկիր կամ օտար երկրի հետ կապված յուրաքանչյուր հարց կամ գործողման կամ ճանապարհորդության գնաք, դա ձեզ կտրվի։ Եվ պարտքերի մարում, պարտքերի, վարկերից ազատվել, ինչը որ ձեզ նեղում է, որ ուզում եք դուք ի վերջո մարել դրանք եւ հանգիստ ապրել, այդ ամենը տեղի կունենա։ Այսքանը հետաքրքիր բաներ ենք երրորդում։ Եվ իհարկե տեսնենք 4-րդ տարբերակը, պահեք կամ տրամադրվեք այդ տարբերակի վրա։ Կկատարվի արդյոք 4-րդ տարբերակի ցանկությունը։ Ահա, աստեղն ընկավ, դա նշանակում է, որ ձեր ցանկությունները կիրականանան։ Շնորհավորում եմ բոլորիս։ Ահա, ուրեմն 4-րդ տարբերակը, հեռախոս կամ կարող եք գնել կամ կարող են ձեզ նվիրել ձեր հարազատները, նաև հաշտեցում որևիցե մարդու հետ կամ ոնց որ ասում են իրար օքեյ էլի անում, ասում եք այո, համաձայնություն է սա նաև։ Բացի այն, որ կարող եք հաշտվել ձեր հարազատների եւ ձեր սիրելիի հետ։ Կենցաղային տեխնիկա կարող եք գնել, հեռախոսազանգ, որը ձեզ համար շատ կարևոր է, բնակարանի արկ, նաև վերանորոգում կարող եք սկսել եւ սիրո հետ կապված այստեղ պահեր, նոր սեր, նոր հարաբերություններ, նոր սիրավեպ, ժամադրություն եւ այլն, կամ եթե պայելեք սիրում է ձեզ արդյոք, ապա սա եւս ասում է այո, սիրում է ձեզ։ Եվ երեխաների հետ կապված յուրաքանչյուր բան, այնտեղ ծննդաբերություն, հղիություն, նաև յուրաքանչյուր բան կարող պահել եք, երեխաս կընդունվի դպրոց, կընդունվի ինստիտուտ եւ այլն։ Ինչը որ պահել եք, սա ասում է այո, այն կկատարվի։ Սա արդեն կարծես թե երկրորդ անգամ է, որ 4-րդը ընկնում է, չէ՞, միայն 4-րդն է ընկնում։ Մեզ ձեռը առնում։
Այսքանը սիրելիներս, թող որ ձեր բոլորի ցանկությունները կատարվի այն ժամանակ, երբ հարմար է ձեզ, երբ պատրաստ եք, երբ Աստված է այդպես կամենում, որ ձեր ցանկությունները լինեն, որքան էլ որ քարտերն ասեն, եթե մենք տրամադրված չենք կամ պետք է չլինի դա մեր կյանքում, ուրեմն չի լինի։ Չնայած անհնարին է, ասում են ինչ որ կա։ Այն ինչ որ կլինի։ Ամենայն դեպս ինձ մոտ այդպես է եղել, եթե ինչ-որ մի բան հստակ չեմ պահել, հետո որ ավելի հստակ եմ պահել, ցույց է տվել Աստղը եւ այնց այդպես էլ եղել է։ Եթե չի եղել Աստղը, ուրեմն դեռ սпасել ժամանակը չի եղել ուրեմն։ Այսքանը սիրելիներս։ Լավ եղեք, թող բոլորի ցանկությունները կատարվեն, երբ ձեզ հարմար է։ Բայց մի բան արեք դրանց համար, մի նստեք։ Լավ եղեք։